Եվրոպայի խոշորագույն բյուջետային ավիափոխադրող Wizz Air-ը պաշտոնապես բացել է առաջին բազան Երևանում, որն աշխարհում թվով 34-րդն է։ Զվարթնոց միջազգային օդանավակայանում ընկերությունը կտեղակայի 2 Airbus A321neo ինքնաթիռ։ Առաջին ինքնաթիռը Երևան է ժամանել Նեապոլից։ Wizz Air-ն առաջին անգամ է իրականացնում Նեապոլ-Երևան չվերթ եւ զբաղեցնում է Հայաստանի ավիացիոն շուկայի 21%-ը։ Ավելի վաղ ավիաընկերությունը նաև ուղիղ չվերթներ է գործադրել Գյումրիից Կիպրոս։ Վարչապետ Փաշինյանն սոցցանցում գրել է, որ Երևանում Wizz Air-ի բազայի կարևոր նորություն է Հայաստանի համար։ Ճամփորդելն ու աշխարհը տեսնելը ինքներդ ձեզ ճանաչելու միջոց է։ Ճամփորդությունը այդ ընթացքում ձեռք բերված գիտելիքների ռեսուրսն է, որը պետք է ներդնել Հայաստանի Հանրապետության զարգացման մեջ, գրել է Փաշինյանը։ Հայկական տոնակատարություններից մեկի ժամանակ մի խումբ տղամարդիկ որոշել են ներկա գտնվողներին անակնկալ մատուցել ու սկսել են խրոխտ երթուշտապարել։ Կատարման տեսանյութն ակտիվորեն տարածվել է համացանցի հայկական տիրույթում եւ մեծ դիտումներ հավաքել։ Համացանցի հայկական տիրույթում լայն տարածում է գտել ազգությամբ ռուս փոքրիկի պատրաստած տեսանյութը, որում նա ոչ միայն հայերեն է խոսում, այլև իր հետևորդների հետ կիսում է, թե ինչպես է կատարում իր տնային առաջադրանքները, այն էլ հայերեն լեզվով ու գրքերով։ Նան լվացնում է խնձորը։ Տարբեր մրգեր են լվացնում, խնձորը առաջին է, հետո նոր։ Իսկ մաման իր ասել է, արի սարքին իր հետ յուտ, որ համեն համով յուտ։ Սարքեր են երակով, բանանով և տանձով։ Անկարան ուսումնասիրում է թուրքական մամուլում Ադրբեջանի մասին կեղծուրերի շրջանառության դեպքերը։ Այս մասին հաղորդում է ապագործակալությունը։ Ադրբեջանական աղբյուրները գրում են, թե վերջին օրերին թուրքական մեդիատիրույթում ու սոցցանցերում կեղծ տեղեկություններ են տարածում, օրինակ, որ Ադրբեջանը չի մասնակցի Եվրատեսիլ երգի մրցույթին Իսրայելի պատճառով։ Ապա այն հայտնել են, թե Թուրքիայում հետաքննում ու վերլուծում են դրանք։ Թուրքիայի դեսպանատան խորհրդականն էլ ավելի վաղ ասել է, որ կպայքարեն թուրք-ադրբեջանական հարաբերությունները խաթարել փորձող ներքին ու արտաքին ուժերի դեմ։